Ազատամարտիկ տրոլեյբուսի վարորդ Վարդգես Սմբատյանի համար տոնական օրը միայն մի բանով է նշանավորվում։ Եթե մյուս օրերին ղեկավարությանը 15,000 դրամի պլան է հանձնում, ապա այսօր կարող է 2,000 դրամ տնտեսել։ Աշխատանքն առավոտյան 6-ին է սկսել։ Տոնը նշելու ժամանակ ու սիրտ չունեմ, ամեն օր 12-ից 14 ժամ աշխատում եմ, սակայն եկամուտ այդպես էլ չեմ ստանում, ասում է։ Ասել չկա։ Դատարկ ման են գալիս։ Դատարկ։ Երրորդաբարոդը նահտան 2,000 դրամ փողում։ Երրորդաբարոդը։ Հնարավոր չի սա։ Վարդգես Սմբատյանն այն կամավորներից է, որոնք 1992-ին արձագանքեցին Վազգեն Սարգսյանի կոչին եւ անդամագրվեցին մահապարտների արծիվներ 1 ջոկատին։ Նրանք ազատագրեցին Գանձասարի ու Մարտակերտի բարձունքները, կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը դեպի Ստեփանակերտ։ Ազատամարտիկն այսօր էլ սահմանից ստացվող վատ լուրերին անհանգստությամբ է հետևում։ Դա պարեդիսկի խաղ է, հասկանալ։ Ադրբեջանը իրեն ցույց է տալիս, որ կարող է այդ բանն անել, բայց չէ, նա չի կարող։ Նա չի, որ ուզենայը չի կարանա։ Ինչի համար։ Դա մի բան կա, որ ոչ իմ խելքի բանն է, ոչ մյուսի։ Դա գիտի մենակ վերևները։ Պատերազմի մասին ոչ մի րոպե մոռանալ չի ստացվում։ Մարմնում մնացած բազմաթիվ բեկորներ կան, սակայն վիրահատվելու համար գումար չունի։ Մատերամ հիվանդանոց 300,000 փող ավսել։ Նախորդ տարվա մեր նկարահանումներից հետո մահապարտների ջոկատի անդամ Վարդգեսի կյանքում գրեթե ոչինչ չի փոխվել, բացի այն, որ չնայած առողջական խնդիրներին ստիպված է աշխատել։ Ազատամարտիկն ընտանիքի հետ շարունակում է բնակվել 28 քառակուսի մետր տարածք ունեցող տրոլեյբուսի պարկի սենյակում, որտեղ ձմռան ամիսներին գրեթե միշտ ցուրտ է։ Շարադված էի, ստիպված էի, չէի կարող։ Երեխես էլ թողոց կնա զոնքանչանոց, ինչի համար դեսա որ եղանակ, ստե ցուրտ, չեն կարան, ոչ վառելիքի հարց եմ կարում լուծեմ, ոչ մյուս եմ կարում լուծեմ։ Կացարանը նրան դեռևս Ղարաբաղյան պատերազմի տարիներին Վազգեն Սարգսյանի միջնորդությամբ է տրվել։ Արդեն 9 տարի է ազատամարտիկի ընտանիքը տուն ստանալու իր հերթին է սպասում։ Ցուցակումն է 284-րդն է ու չգիտի թե հերթը երբ կհասնի։ Ասում չեմ կարող։ Ասում մեզ հրամանա տված ցուցակով հերթով է։ Ցուցակով։ Բայց ցուցակները նայում ոնց կան, կենից եմ մնում ենք։ Տրոլեյբուսի պարկի ղեկավարությունը Վարդգեսին մի քանի անգամ հորդորել է տարածքն ազատել, այստեղ գրասենյակ բացելու համար, սակայն ընտանիքը գնալու տեղ չունի։ Այն մարդուն ես չեմ կարող մեղավոր հանեմ պետին։ Դա նորեն մարդ է, իր աշխատակազմը, որ դուրսը չի թողելու։ Որի սենյակներ տա, ապահովի, որ կարողանան մարդիկ աշխատեն։ Չգիտեմ, եթե այդ շարունակվի, ես խոսք եմ տվել, որ պետք է վեշերը հանեմ լցեմ ճամփի մեջտեղը, պալատկան խփեմ նստել։